Միասին կարող ենք կյանքը քո զորացնել Միասին կարող ենք կյանքը քո ամրացնել Որ լեցվի լույսով լի մեր տունը Տարածվի արդար մեր անունը Հայաստան դաշինք, միասին կարող ենք Ընտրիր 17-ը, ընտրիր Հայաստանը Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկեմի YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես ժողովուրդ օրաթերթը գրում է. Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման վերաբերյալ հարցմանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պատասխանը ժողովուրդ օրաթերթի հարցմանը ոչ թե պարզաբանում է տալիս, այլ ցուցադրում է պետական ինստիտուտների ամենավտանգավոր արարներից մեկը պատասխանատվությունից համակարգված խուսափումը։ Հանձնաժողովը փաստացի չի վիճարկում, որ նախընտրական ելույթի ընթացքում օգտագործվել է ԱԱԾ տնօրենի հաղորդած տեղեկատվությունը, չի էլ փորձում գնահատել արդյոք վարչապետի պաշտոնակատարի կողմից ուժային կառույցից ստացված տվյալների հրապարակային օգտագործումը կարող էր դիտարկվել որպես պաշտոնական դիրքի առավելություն։ Փոխարենը ամբողջ պատասխանը կառուցված է մեկ գաղափարի շուրջ, դա մեր լիազորությունից դուրս է։ Սակայն այստեղ առաջանում է հիմնարար հարց, եթե վարչական ռեսուրսի պաշտոնական դիրքի եւ պետական լծակների կիրառման քաղաքական զգայուն դեպքերում հենց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրաժարվում է նյութական գնահատական տալուց, ապա ո՞րն է այդ մարմնի իրական գործառույթը։ Այդ մարմնի իրական գործառույթը Նիկոլ Փաշինյանին սպասարկելն է, օրվա իշխանությանը սպասարկել է, եթե իշխանությունը փոխվի, փոխված իշխանությանը կսպասարկեն եւ հասկանալի է, չէ, որ այս մարդը ամենաայլանդակ կերպով օգտագործում է վարչական ռեսուրսը որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա իր ձեռքի տակ հայտնված տեղեկությունները նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործում են որպես ՔՊ-ի քարոզչամիջոց կամ տեղեկություններ, որոնք հորինվել են կամ գործեր, որոնք կարվել են եւ այս իմաստով Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ շատ այլանդակ եւ շատ այսպես չարաշահման աշճանի օգտագործում է պետական լծակները։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի ֆազի սպանության գործը մոտենում է ավարտին։ Կողմերը դատարանում արդեն հանդես են գալիս ավարտական ելույթներով, ուշագրավ է սակայն, որ տուժող կողմը կասկածներ ունի, թե ինչով է պայմանավորված քրեական գործով հապճեպ դատական նիստեր հրավիրելը։ Չի բացառում, որ մինչ ընտրությունները դատարանն արդեն գնա որոշում կայացնելու փուլ։ Թե նախընտրական այս թեժ շրջանում ով ում ինչ է խոստացել դժվար է ասել, սակայն փաստ է, որ աղմկահարույց այս քրեական գործը գտնվում է ավարտական փուլում։ Հիշեցնենք 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Երևանի Աչափնյակ վարչական շրջանում, ինչի հետևանքով սպանվել էր քրեական հեղինակություն ֆազը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Առողջապահության նախարարության համակարգում ձևավորված է նոր պրակտիկա, ըստ որի պետական ենթակայության մի շարք բժշկական կենտրոնների տնօրենները ընդունվել են ՀՀ ակադեմիկոս Աղդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական արձինատուրը հանրային առողջապահություն մասնագիտությամբ միաժամանակ շարունակելով իրենց կառավարչական պաշտոնավարումը։ Առողջապահության նախարարության օրենսդրական փոփոխություններից հետո, երբ հիվանդանոցների տնօրենների համար բժշկական կրթությունն այլևս պարտադիր չէ, առողջապահական համակարգում ձևավորվել է նոր ուշագրավ պրակտիկա։ Պետական ենթակայության մի շարք բժշկական կենտրոնների ղեկավարներ ընդունվել են ակադեմիկոս Աղդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական արձինատուրը հանրային առողջապահություն մասնագիտությամբ։ Խոսքը 1 տարի 2 ամիս տևողությամբ առկա ուսուցման մասին է, որի ընթացքում ըստ գործող կարգի ուսանողները պետք է մասնակցեն կրթական գործընթացներին միաժամանակ շարունակելով իրենց մասնագիտական եւ վարչական պարտականությունները, ղեկավարելով բժշկական կենտրոններ, իսկ որոշ դեպքերում նաեւ ներգրավված լինելով քաղաքական գործընթացներում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախկին ակտիվ ներկայացուցիչներից Հայկ Ցիրունյանը այս ընտրություններն այլևս չկա նախընտրական ցուցակում։
ընկերոջ կնոջ պատմությունը խանգարեց նրա կարիերային, բայց մինչ քաղաքական դաշտից նրա լուռ հեռանալը վերջին տարիներին նկատելիորեն աճել է նրա ունեցվածքը։ Եթե 2021 թվականին падգամավորը հայտարարագրում նշում էր, որ չունի ոչ բնակարան, ոչ հողամաս, ոչ էլ մեքենա, ապա ընդամենը մի քանի տարվա ընթացքում նրա գույքային պատկերը կտրուկ փոխվել է։ Հայտարարագրում հերթով հայտնվել են հողամասեր, ամառանոց, թանկարժեք ավտոմեքենա, կրիպտո արժույթ եւ միլիոնավոր դրամների կանխիկ միջոցներ։ Ցիրունյանը ՏՏ ոլորտից քաղաքականություն եկած գործիչներից էր, դեռ 2001-ից աշխատել է որպես ծրագրավորող տարբեր ընկերություններում։ 2025 թվական ներողություն, իսկ 2014-20 թվականներին եղել է Մադրեսոն ընկերության համահիմնադիրն ու տնօրենը, 2018-ին հայտնվեց Երևանի Ավականու իմ քայլը խմբակցությունում, ապա 2020-ից դարձավ ազգային ժողովի падգամավոր, իսկ 2021-ին կրկին մանդատ ստացավ արդեն ՔՊ ցուցակով։ Սակայն ընտրությունների նրա անունը ցուցակում չկա, խոսքը այս ընտրությունների մասին է։ Մինչդեռ հայտարարագրերը հետաքրքիր պատկեր են բացում։ 2021 թվականին զրոյական անշարժ գույք չի հայտարարել ոչ տուն, ոչ հողամաս, ոչ էլ մեքենա, ունեցել է 280,000 դրամ բանկային միջոց, $18,000, 8.2 միլիոն դրամ կանխիկ գումար։ ԱԺ-ից ստացած աշխատավարձը կազմել է 7.3 միլիոն դրամ։ Հրապարակ թերթը գրում է. գլխավոր դատախազությունը դեռ անցած տարվանից կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան պահանջելով անվավերջ ճանաչել Երևանում Լեռնային Ղարաբաղի կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը, խոսքն Արցախի ներկայացության շենքի մասին է, որն ուզում են վերցնել արցախցիների ձեռքից։ Մայիսի 22-ին դատարանը պետք է որոշում կայացներ, սակայն այն հետաձգվել է։ Հավանաբար չեն ուզում, որ ընտրություններից առաջ աղմուկ բարձրանա եւ դրա պատճառով քվեներ կորցնեն։ Բացի այն, որ Փաշինյանը որոշել է ջնջել Արցախի հետ կապված ամեն ինչ եւ անգամ հիշողություն ու Արցախ բառն է արգելում, այս շենքը խլել է կենաց մահու հարց է դարձել նաեւ այն պատճառով, որ այստեղ սովետական տարիներին Երևանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնն է գործել։ Փաստորաթերթը գրում է. ցանկացած ընտրության պարագայում կարևորվում են ոչ միայն ծրագրերը, այլև այն անձինք, որոնք կյանքի են կոչելու դրանք, այսինքն ապագա կառավարության անդամները։ Ըստ այդմ պատահական չէ հանրության հետաքրքրությունը, թե հիմնական ընդդիմադիր ուժերն ինչ կադրային ռեսուրսներով են մոտենում ընտրություններին։ Փաստ թերթի տեղեկություններով այս առումով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանի գլխավորած Հայաստան դաշինքում կան որոշակի հստակեցումներ։ Իմաստավորի մեր աղբյուրների փոխանցմամբ արդեն հաստատված է ներքին գործերի նախարարի թեկնածուն, նա մեր տեղեկություններով ներկայում գործող ոստիկաններից է։ Հրապարակ թերթը գրում է. Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրամյանը, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցած վեհապարին ուրացած 10 տիրադավներից մեկն է, անհետացել է ռադարներից։ Արցախցիները նրա մասին տեղեկություն չունեն, նա դադարել է այցելել Երևանում իր գլխավորած թեմի առաջնորդանիստ, քանի որ այնտեղ թեմական խորհրդի եւ աշխատակազմի համար անցանկալի հյուր է։ Ներողություն։ Արցախին վերաբերվող ցանկացած հոգևոր ծիսակարգի համար արցախցիները դիմում են Դադիվանքի հոգևոր առաջնորդ ներկայում Եռաբլուր Պանթեոնի եկեղեցու սպասավոր Տեր Հովանեսին, նրան են ճանաչում իբրև առաջնորդ։ Չնայած արցախցիները դիմել էին վեհապարին Վրթանես եպիսկոպոսին կարգալույց անելու, ապա թեմակալ առաջնորդի պաշտոնից զրկելու խնդրանքով։ Նախորդ հոդվածներից մեկը եւս վերաբերում էր Արցախի թեմային եւ հետաքրքիր է, որ ադրբեջանական մամուլում մինչեւ այս դատական որոշման մասին այս հոդվածը եղել էր արդեն տեղեկատվություն, որ այդ շենքի նկատմամբ նկրտումներ ունեն ադրբեջանցիները եւ սիմվոլիկան իրենց հաղթանակը պահելու տեսանկյունից ուզում են դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու դեպքում Ադրբեջանի դեսպանությունը հենց բացել է շենքի տարածքում, սա սիմվոլիզմի տեսանկյունից նաև կարևոր է իրենց համար, որովհետև եթե Արցախի ըստ էության դեսպանության տարածքում շենքում բացում են Ադրբեջանի դեսպանություն, դա նշանակում է, որ իրենց համար վերջնականապես փակված է լինելու Արցախի էջը եւ Արցախը փոխարինվում է Ադրբեջանով։ Հրապարակ թերթը գրում է. արդեն գրել էինք, որ իշխող կուսակցությունը վարձկանների միջոցով է քարոզչություն անում, բուկլետներ բաժանում, տնետուն շրջում։ Նրանք ԿՊ անդամներ չեն, պարզապես վարձու աշխատանք են կատարում։
Մեզ պատմեցին, որ ԿՊ աշխատակազմը բուկլետ բաժանող վարձկանների քթերից է բերում 200,000 դրամները, որոնք վճարում են բուկլետ բաժանող յուրաքանչյուր անձի քարոզչություն անելու, տնետուն այցելելու, ԿՊ-ին չեղած գաղափարախոսությունը պրոպագանդելու համար։ Մեզ ասացին, որ աշխատակազմից պահանջել են ոչ միայն Փաշինյանի երևանյան հանդիպումներում մասովկա ապավել, այլև ասել են գումարի երկրորդ մասը կտան, եթե նորից այցելեն այն բնակարանները, որոնց դռներն առաջին այցի ժամանակ փակ են եղել։ Ասել են, որ պետք է հասնել նրան, որ փակ դռներ չլինեն, նաև ճշտեն, թե քանի կողմնակից ունի ԿՊ-ն, որ քարոզության մասին ամբողջական պատկեր ունենան։ Մի հետաքրքիր հրապարակում է արել լրագրող Սյուզի Բադոյանը, որը վերաբերում է նախկինների եւ ներկաների այս սիրառատ կապին, ուրեմն Սյուզի Բադոյանը գրում է. «Խոստացել էի պատմեմ, Ավանում Նիկոլի Քարոզարշավի գլխաքանակն ապահովել էր Միլենա Տաքսուտերը, ՀՀԿ ավականու անդամ 4 սրոկ Տարոն Մարգարյանով մանդատ ստացած Արմեն Երեմյանը։ Այո, ՀՀԿ-ական գործարար Արմենը, ով թզի եղբայրն է ու իր ողջ կարողությունն անսպասելիորեն կուտակել է հենց ՀՀԿ-ի օրոք։ Օպերայի շենքի նմանությամբ այս 3 միլիոն դոլարանոց տունը Ավանի կենտրոնում, ասում են, Արմեն Երեմյանի առաջին տունն է երկար տարիներ վարձով ապրելուց հետո։ Իհարկե, նա այսօր ունի կառուցապատման գրասենյակ, շենքեր, զովքի խանութների տարածքներ ու շատ բաներ, բայց ունի նաև կուռք, անունը Նիկոլ, որի քարոզարշավին հպարտորեն մասովկա է ապահովում ու ըստ ավանցիների վիզ է դնում հատկապես գիշերները ԿՊ Ավանի գրասենյակներից մեկում։ Իդեպ մայրը տիկին Մարուսը Նիկոլի ֆանատ տատիկների հետ առաջին ջերգա կանգնած լսողներից էր այդ օրը։ Ֆիքսած կադրերը կթողնեմ մեկնաբանությունում։ Հենց մայիսի 23-ին Նիկոլի Ավանի գաստրոլներին, որին նաև ես էի ներկա, ըստ աղբյուրի իր 300 հոգանոց աջակիցներն են եղել։ Իսկ թե ինչու Տարոն Մարգարյանի հովանավորյալ Արմեն Երեմյանը այդպես հոգի տալիս Նիկոլի համար, ավանցիները պատմեցին ավելի զվարճալի բան։ Արմեն Երեմյանի բիզնեսները եւ 3 միլիոն դոլարանոց տունը, որ Ռուբեն Հայրապետյանի տանը գերազանցում է տեսքով ու մասշտաբներով, աչք է ծակել դեռ 2019-ին։ Ասում են ԿՊԱ-ականները ակնարկել են, թե լավ մանկապարտեզի շենք կծառայեր, արժե մտածել։ Ու հիմա ապօրինի գույքի բռնագանձման ռիսկից վախեցող երբեմնի ՀՀԿ-ական ավանցի գործարարը ապահովագրում է իրեն, Տարոն Մարգարյանին խաբել է, թե Տաշիրի ժողովրդին է աջակցում, բայց ահա հրապարակայնորեն մասովկա է ապահովում Նիկոլի համար։ Իդեպ նկատենք, որ նաև մարզերում, Երևանի այլ հատվածներում նախկին ՀԿ-ականներ, ավականներ կլինեն, պաշտոնյաներ կլինեն, հիմնականում աշխատում են Նիկոլ Փաշինյանի համար։ Այո, գուցե այսպես տակից ձեռի հետ էլ ընդդիմության հետ որոշակի կապեր են պահում, զուտ տպավորություն ստեղծելու համար, թե լիարժեք Նիկոլի տակ չեն պարկած, միևնույն ժամանակ երկրորդ ճակատով իրենց ապահովագրելու նպատակով, որ եթե Նիկոլը հեռանա, իրենք ինչ են անելու, լավ կլինի մի տակից մի թույլ կապել ընդդիմության հետ պահեն, որ հետո ասեն մենք ձեզ էինք օգնում։ Այսօր այսքանը, լավ մնացեք, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with N 095 89 20 48